Ասում հնաշել, որ դասու քաղաքական ուժերից որևէ մեկի 4%-ից ավել ձեռքբերք ստացել են։ 4%-ից ավել, նույնիսկ ես ամեն ինչը համավարել ճանաչելով ամեն ինչով արդեն դրա ձեռքբերք ստացել են։ Բոլոր մարդկանցի ովքեր Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա մենք ասում ենք համապատասխանաբար բարձր դատարան, ի համարելու են առաջին արգումենտի, որ հետից է քաղաքներ որովեր վնասել է քաղաքներ, մենք միշտ որոշում որ դատարանը քննարկի սահմանադրության համապատասխանության այս հասցի, որովհետև սա առաջացնում է երկու ֆունդամենտալ խնդիր։ Առաջացնում է համամասնական ընդրակարգի շեղում, որովհետև համամասնականությունից մենք շեղում ենք եւ արհեստականորեն ավելացնում են ըստ էության բազանորից ուսուցումների կարողացան եւ երկրորդը ինքը ըստ էության ստացվում է որ կենտրոնական ընդրական հանձնաժողովը ստանում է լիազորություն ավելացնել ու մակասությունները ավելացնել բազա, որովհետև նա խախտում է միշտ լինելու են ապեր ծավալների, ապեր տեղերում, ապեր քանակների եւ ցանկացած տեղամասում ամավեր ճանաչել։ Խոսքը լինում է ինչ-որ ընթացքային գործընթացներում, անճիշտությունները չպետք է, որովհետև դրանք կրկնում են պետական մարմնի աշխատանքի դերությունն է։ Չպետք է ազդել մասնավոր անձանց դրա դեպքում կուսակցությունների գործունեության հարցումների վրա։ Սա միջնորդությունն է, եթե որևէ բնում առաքել լինի սրանով ավելի բազալանումների մակալների հետոտամ, եթե չէ, սավակնեմ և չէ հավատը շնորհակալություն, եթե պարակի նիտնենք մաշնորակ անցնում կողմերը կամ դաշնատես նույնպես նոր փոփոխություններից այս վերջին տարածքները Ընդհանրապես մենք միջակայքում ենք դրանից որը գրվել է ինչ-որ մի պահի, որովհետև ստեղծան հետևյալն է, օրենսդրությունը մշակել է նոր փոփոխության խնդիր չէ, բացադատարան խնդիր է ուղղակի դրույթն որը մինչև հիմա միավորություն չի առաջացել ընդհանրապես, որովհետև սահմանային հետ 4%-ի մի քանի ձայնի տարբերություն երբեք չի առաջացել։ Բարձր դատարան մենք ըստ էության ներկայացրեցինք էական խախտումներ։ Հիմա փորձեմ հիմի վերև, գործընկերները ներկայացրեցին նաև ոչ միայն կոնկրետ վարակի հետ կապված հաշվարկի խնդիրը, նաև այդ խախտումների հետ կապված խնդիրները։ Ուրեմն սահմանադրական դատարանի մասին, սահմանադրական դատարանը տալիս է համավեր ճանաչելու դեպքում 3 լիազորություն։ Ես գտնում եմ, որ սահմանադրական դատարանը պետք է օգտվի այն լիազորությունից, որով պետք է վերահսկողություն նշանակի ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում, որովհետև խախտումները այնպիսին են, որպես ասում համավեր ճանաչել ընտրության արդյունքները, կամ որպես այլ ընտրության արդյունքները եւ սահմանադրական մանդատների պաշտպան։ Որ համավեր ճանաչում ինքնուրույն օրենքի իմաստով է, այսինքն դեռ ասում ճանաչում համավեր, որոշում համավեր ճանաչում Ավտոմատիկ ընդհանրական կայացում կամորետով կամ գործառույթություն նշանակում համավեր ամբողջ Հայաստանում դրանով ավարտվում։ Երկրորդ բանը, որպես այլընտրանք, սա այսպես ոնց-որ մաթեմատիկորեն հաշվարկված այլընտրանք չկա, համանadrական դատարանը, եթե առաջինը իրականացնում ասում են մնացած թվերը բաց չեն բացող, բայց եթե դա չի իրականացնում թվերը բացան, ապա միանշանական որ կհետք ստանում է 4%-ը վերադարձում է, այդ ժամանակ ընդունում է համանadrական դատարանի միավորը երկրորդ լիազորությունը, որպես այլընտրանք համավեր ճանաչել արդյունքները եւ սահմանել մանդատների պաշտպանում։ Ապահովելով դրումին կողմից մանդատների ստացումը, ըստ էության այլընտրանքային որոշման դեպքում պետք է որ սահմանադրական դատարանը ասի, որ պետք ստացավ որպես ինքնին որ հաշվի առնելով այն դերը որոնք կան, ընդ որ մենք երկրորդ որոշումը կարող է կայացնել ինչպես ընդդելով արտանագրելով որ կենտրոնական ընտրական իրավասություն չուներ համավեր ճանաչել համասերում ընտրության արդյունքները օրինակ արտանագրելով 48.1 հոդվածի սահմանադրական հակասահմանադրական մեկնաբանություններ կամ ալոտ դրակ այդ մեկնաբանությունները հյուսիսներում մեկնաբանելով և ալոտ որոշում կամ համավեր ճանաչելով այդ հաշվարկի կարգը որտեղ համավերները զուգահեռվում են և ստացվում է Եթե դրանք տեղի չի ունենում, նշանակում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սխալ որոշում է կայացրել վերագրություն սահմանելու փոխարեն հաստատել է մանդատների պաշտպան կարգ, իսկ այդ դեպքում ընդհանրապես համավեր է ճանաչվում ընտրությունների արդյունքները։ Եթե հարցնում են պատասխանել, այսքանով առավոտություն։
մենք կարծես թե ավարտեցինք նորմերը բացատրությունները եւ հիմա պատասխան։